ընտրատարածքում մեր նախընտրած տեխնացուն Միրան Սուրենի Պողոսյանն է։ Հարգելի ներկաներ, Միրան Պողոսյանը ունի աշխատանքային պատկառելի անցածուղի, ունի փայլուն կրթություն, ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ազգային անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանման կազմում։ Ճշմարտասեր, շատ բարի, հասնող, շնորհակալ, մեծ ու փոքր ճանաչող, նա օժտված էր առաջնորդին բնորոշ բոլոր հատկություններով։ Կարող է գնալ հոսանքին հակառակ մնալով համակարգի մարդ, եթե համոզված է, որ իր նպատակը արդար է։ Ես վստահում եմ իրան, վստահում եմ իր բաբական, ու գիտեք, ուզում եմ ասեմ, որ հավատքն ու հավատքը կորցնել չի կարելի, որովհետև դրանով ենք ապրում, դրանով ենք ուժեղ։ Միրան Սուրենի Պողոսյանի հետ ծանոթացել եմ մեր համայնքին ուղղված իր ծրագրերին եւ ինքս էլ որոշում եմ կայացրել միանալ այս գործին եւ այսօր ցանկանում եմ ձեզ հետ կիսել դրա ամենակարևոր դրդապատճառը։ Դեռ ուսանող Միրան Պողոսյանը բացարձակ ազգի նվիրյալ է, որ մշտապես իր գործունեության ընթացքում առաջին հերթին դասել է պետության եւ ժողովրդի շահերը։ Միրան Պողոսյանը մարդասեր անձնավորություն է, որովհետեւ նա մշտապես մտածել է քաղաքացուն ավելի շատ օգուտ տալու, քան վնասելու եւ նրանից օգուտներ քաղելու մասին։ Ուրեմն ինչ եմ ուզում խնդրեմ ձեզ։ Այն որ դուք բոլորդ հավաքվել եք ստեղ, ես հասկանում եմ, որ սա արդեն աջակցություն է։ Ես հասկանում եմ, սա արդեն իմ այն ուժն է, որը որ ես ունեմ եւ սպասում եմ, բայց ընդհանրապես պետք է ճիշտ տեխնացուներին իրար կողմ դնել ու հասկանալ, ով ինչ է իրանից ներկայացնում։ Ես խնդրեմ, որ ձեր բարեկամին, հարևանին, ազգականին, մեր համայնքի մյուս բնակչին, ընդհանրապես դուք կարողանաք ներկայացնել հետևյալը։ Պետք է ընդհանրապես նայել, ով ինչ արել իր կյանքում, ով ինչին է հասել իր կյանքում, ով իր ճանապարհը ինքն է հարթել, ում համար հարթել են ճանապարհ եւ դրել են որոշակի տեղ, որ ինքը ապրի այդտեղ։ Ով ունի հետագից, ով ունի անցած ճանապարհ, ով ունի փորձ պետական կառավարման ոլորտում, ով ունի փորձ բիզնեսի կառավարման ոլորտում։ Այսինքն, կարճ ասած, ով իրենից ինչ է ներկայացնում, ինքը ինքն է, թե ինքը ինչ-որ մեկինն է։ Ում մեջ կայծ եք տեսնում, իրան ձայն տվեք։ Այն մարդունը, որ սառած է ու դրածոյ է, պետք չի ձայն տալ։ Հերիք է արդեն ժամանակավոր մարդկանց փորձեք, սարքեք, վերինացաներում ինչ-որ բան չկան, եթե չկան, ժողովուրդ չկան է մենք փորձենք սարքենք։ Եթե մարդ իրանից բան չի ներկայացնում, ինչքան ուզում ես հետևից բրդի, ինքը առաջ չի կարողանալու գնա։ Պետք են մարդիկ, ովքեր քաշում են, պետք չեն մարդիկ, ում որ քաշում են կամ բրդում են առաջ։ Դրա համար ես խնդրում եմ, որ ապրիլի 2-ին լուրջ վերաբերվեք եւ ապրիլի 2-ին մեր բալիկների համար ձայն տվեք։